Գևորգյան վերջերս հայտնի դարձավ, որ դիրքերում մեկ զինծառայող է մահացել եւ ինչպես հայտնել էին, տղան արցախցի է։ Կխնդրեմ դուք ինչ տվյալներ ունեք այս առումով։ Այո, 2 օր առաջ այդ շատ գուժ լուրը լսեցինք, իմացանք, որ կախվել է, թե կախել են, դեռ ինչ-որ ասում է քննչական գործողություններ ա գնում։ Տղան արցախցի էր, ընդ որում համացանցում տարածված էր, որ բավականին սահմանափակումով խնդիրներ ուներ, առողջական սահմանափակումներով խնդիրներ, եւ եթե այդտենց սահմանափակումներով խնդիրներ կար, այդ դեպքում ոնց էին իրան դիրքեր բարձրացրել, որ պետքա չբարձրացնեին։ Եվ սա գալիս է նրանից, որ մեր պաշտպանության նախարարը ոչ թե զբաղված է զորքի բարեհոգեբանական վիճակով կամ զորքի խնդիրներով, այլ նա անգած է դռնեդուր քարոզչություն անում, որպեսզի կարողանա իր եւ իր պես ԿՊԱ-ականների աթոռները պահեն։ Սա նաեւ խոսում է նրա մասին, որ բարեհոգեբանական վարչությունը չի զբաղվում իր պարտականություններով։ Բարեհոգեբանական վարչության պետի տեղակալկա, որը անձամբ ինքն է, ինքը պետք է զբաղվի զորքի բարեհոգեբանական վիճակում, սակայն անձը Պետրոսյան Հայկը, որի մորաքրոջ թե հորաքրոջ տղան հանդիսանում է Սպիտակի քաղաքապետը, ամբողջ օրը ֆեյսբուքյան էջում լայքում է ՔՊԻ քարոզարշավները կամ ՔՊԻ ինչ-որ քարոզչությունն է լայքում կամ կիսվում։ Ընդհուպ ասեմ, որ նաև խախտվում է պաշտպանության նախարարի հրամանը, որ ծառայության ժամանակահատվածում սմարթֆոն հեռախոսներ իրավունք չունեն պահել, եթե զինվորին դրա համար կուբախտ է հասնում, այդ դեպքում նույն ձև սպանել է զինծառայող, ինչ տարբերությունը որն է, նույն ինչ որ մի բանը կարա փոխանցվի հակառակորդի, նույն սպանը կարա դանի, տարբերություն չկա։ Սա բացի թողի վիճակն է, այս իրանց ասած խաղաղությունն է, ասում են խաղաղությունն է, կրակոցի զինվոր չի զոհվում։ Ինչ կրակոցի մասին է խոսքը, եթե դու ինչ չկա հանձնել ես։ Կրակոցից չի խոսում, ներքին գժվրտվոցից է սպանվում են երեխեքը։ Ու շատ վատ է, այն որ դեպք ունենք նաև արցախցի։ Տիկին Գևորգյան նաև 3 ամբողջ օրը ռազմական ոստիկանությունը, եթե չեմ սխալվում, օդանավակայանում հենց Մոսկվայից կամ այլ երկրից, եթե մարդը գալիս է ընտրությունների մասնակցելու նպատակով, 25-օրյա հավաքների էին միանգամից ստանում։ Սա ինչպես կմտքվեք։ Որի դեպ այդ ուսուցչուհուն հարց տվեցին Պապիկյանին եւ նա ասեց նման բան չկա, այսպես ասեց, լավա չասեց սուտ է, իրան բնորոշ պատասխանին, ինչ լինում, ասում է սուտ է, բայց ոտից գլուխ սուտը ինքն է։ Ռազմական ոստիկանությունը սարքել են փալասների միություն, թող ներող լինեն ընդեղի կան տղաներ, որոնք իրոք եւ լավ զինվորականներ են եւ լավ ծառայողներ են, բայց ընդհանուր առմամբ փալասանոց, փալասներ են ընդեղ, քանի որ կամակատարներ են եւ խամաճիկություն են անում Սուրեն Պապիկյանի հրամաններին։ Մի հարց Սուրեն Պապիկյանի, եթե դու ազատում ես այն անձանց հրամ կազմին, թեկուս կին թե տղամարդ կապ չունի, ում երեխեքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն, ինքը եւ իր մամուլի ասուլիսում հայտարարեց, այդ դեպքում, երբ Ռուսաստանից ժամանում են, չէ՞ որ կան մարդիկ, որոնք երկքաղաքացի են, ո՞նց է ստանում վարժական հավաքների եւ ով է քեզ թույլ տվել, որպիսի այդ քո փալասները կանգնեն անցակետի մոտ եւ մարդկանց ծանուցագրեր բաժանեն, դու տեղյակ ես իրենց առողջական վիճակի մասին, գուցե մեկ անվոտ, անձեռ կամ ինչ որ հոգեկան շեղումներ ունի կամ առողջական լուրջ խնդիրներ ունի, դուք ո՞նց եք նրանց ծանուցագրեր տալի։ Դու քո Բագրատունյացին մի հատ ճամփի, դու քո լնգու լավազներին ճամփի, դու քեզանից սկսի, մի հատ դու գնայր բանակ, հետո վարժական հավաքների մասնակցեր, քո Անդոնի ճակերտավոր բարձրակարգ մակարդակ ունեցող լակոտներին ճամփի, քո ռազմական ոստիկանության վարչության պետը, որ իր ենթականերին ճանապարհում է, բա իր թուլեքին խի չի ճանապարհում, բա թող իր թուլեքին է ճամփի, այն բանակից թռած թուլեքին, բանակից թռած աղբորը
այդ բեսպրիձելը իրանց թվում է թե այդ բեսպրիձելով կարողանալու են առաջ գնալ, ոչ չարաչար սխալ մեկ երեք իդեպ բանավեճի ժամանակ երրորդ համարի ներկայացուցիչը շատ լավ ասեց, որ այդ հայամետ դու ես եւ դու ես, դա խոսքը բաներ վարչապետին, ինքը իր ամբողջ ԿՊ-ով։ Տիկին Գևորգյան, նաև տեղեկություններ կան, ձեզ ահազանգեր են եղել համահայկական ընդհակառակ կուսակցության գրասենյակներ, որտեղ ասում են զինվորականները, որ իրենց գումարը կտրել են։ Սրա մասին ավելի մանրամասն կասեք։ Այո, մեր կուսակցությունը ահազանգեր էր ստանում, քանի որ մենք հետախույզներ ենք եւ հետախուզությունից էր հենց այդ ահազանգերը, որ հետախույզները պարգևավճարներ են ստանում, 1-2, 1-3 հավելավճարներ, ասենցա կոչվում, եւ կտրել են 3 ըստ օդում կախված լուրերի, մինչեւ գիշերը 12-ը Պապիկյանը պաշտոնի չարաշահմար է, ֆինանսական վարչությանը եւ ենթակա զորամասերի ֆինանսից ծառայողներին պահել է, հաշվարկ արել, որպիսի ովքեր հետախուզությունում ատեստավորվել են, նրանք այդ գումարները ստանան, ովքեր որ ատեստավորվել են, նրանք այդ գումարները ստանան, սակայն իսկ ովքեր որ չեն ատեստավորվել, իրենց ասել են, որ եկեք գնացեք, ատեստավորվեք, այդ գումարները ստանաք, դա էլ է խտրականություն, անձը այդ պարգևավճարը, այդ հավելավճարը ատեստավորման հետ բացարձակ կապ չուներ, տարիներ ի վեր իրենք այդ ստացել են, իրենց գործողությունների համար իրենք այդ հավելավճարները ստացել են, դա մեկ այդ կապ չունեցողա, թե իր ուղեղը այդքան չի հասկանում, իր ուղեղը գլուխը քառակուսի է, դա իր մեղավորությունն է, եւ իրան ովքեր որ բացատրում չեն կարող բացատրեն, որ դա մեկ հետ կապ չունի, անձը կապ չունի, ատեստավորվել է, թե չէ, իր պարգևավճարը պետքա ստանա, իրենք ստանում են որպես հետախույզներ։ Եվ քեզ ով է թույլ տվել անձանց պահես միջև 12, ինչա քո քմահաճույքները կատարեն, բա միջև է տաներ, բա միջև ամսի 7 աներ։ Ով ես դու, որ դու մարդկանց պարգևավճարները կտրել, թե մենակ դուք լափել գիտեք, ոչ մեկ ուտել չգիտի։ Այդ չտեսներ, չտեսակ բացից կախ, տեսակ ճակատներիցդ կախ, որ չտեսը տեսնում է, ամենաահավորը դա է, ես միշտ ասել եմ, չտեսածից պետքա փախնես, չտեսածից պետքա վախենաս, տգետից պիտի փախնես, գիտելիք չունեցողից պետք է փախնես, այ հիմա իրենք են իրենց ամբողջ ԿՊ-ում, մի պաշտպանության նախարար, որ իրեն թույլ տա իջնի Քարոզ Արշավանի, իջնին գնի դռնե դուր, անգամ միտեղ դուր չբացեն վրեն, միտեղ ձայն չտան իրեն, միտեղ ձայնը կտրեն սուլոցներով, դրանց ինչ նախարար, ինքը ինչ էլ իրա հիմա իրա կառույցն է, ղեկավարած կառույցն է դա, ես կդիմեմ բոլոր հետախույզներին, թող իրենց օրենքները տանեն առաջ, իրենք կարողանան իրենց պաշտպանել, իրենց դա հասնում է անկախ ատեստավորվել են թե ոչ։